Ավետարանի հայերեն թարգմանությունում որպես հունարեն բաց խաբարի համարժեք։ Իսկ բասեքը կամ բասեքը եբրայերենից թարգմանված նշանակում է ելք անցք։ Զատիկ բառը նաև լեզվական փոխակերպումների արդյունք է։ Հատիկ, զհատիկ, զատիկ, որտեղ հատ բառը նշանակում է մի հատիկ հունց սեր։ Մշեցիների բարբառում այն նաև գործածվում է դաշտի աշխատավորին ուղղաթվող հաց, իսկ զատվող նշանակում է հացը տանող։ Ծարծաթար, ծարն ծաթար, ձեր տուն եկանք ծարծաթար, վարը լիք, շենը լիք, սաղ աշխարեն տերը լիք, ժամ գնացեք, խուն կարեք, կապով տեղին մոմարեք, ժամ երեք, ավոտ կերեք, տայս երկու պատարակ։ Ծարծաթար, ծարն ծաթար, ձեր տուն եկանք ծարծաթար, հատիկ տվեք էսորվան, հավքիկ տվեք զատկվան։ Յարը ստակը
կոչվում է ավագ շաբաթ։ Ավագ են կոչվում նաև շաբաթվա բոլոր օրերը։ Ուշի երկու շաբթի։ Այ գերեգա, այս երոշ, սաղունը տարավան, իսոր ջրավացի ունի, տարեմ աղան մեր։ Երեքշաբթի քարքաշի։ Չորեքշաբթի։ Գիտես ինչ արա, արի ու գնա ուտագնացության, ես իմ շալներ կապի սրբազան ծառիցը, որ հիվանդություններս վերանան, փոխվեն գնա։ Գնան թո հիվանդություններս վերան։ Շաբթի խորհրդավոր ընթրիք։ Հրեաների համար Զատիկը տարվա ամենակարևոր տոներից մեկն է։ Տոնելով այն, հրեա ժողովուրդը հիշում է, թե ինչպես Աստված օգնեց նրանց դուրս գալ Եգիպտոսից եւ ազատություն շնորհելով առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր։ Եվ ահա մոտենում է Զատկի տոնը։ Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց, որպեսզի գնան եւ նախապատրաստեն Զատկի տոնին։ Նրանք հարցրին փրկչին. Ինչ կամենակ պատրաստում։ Ահա, երբ քաղաք մտնեք, ձեզ կհանդիպի մի մարդ, ջրի սափորը բարձած։ Գնացեք նրա ետևից այն տունը, ուր նա կմտնի, եւ կասեք տիրոջը. Վարդապետս քեզ ասում է, ուր է այն հյուրասրահը, որտեղ պետք է աշակերտներիս հետ ուտեն պասեքին թիկնով, եւ նա ձեզ ցույց կտա մի մեծ զարդարված վերնատուն, եւ այնտեղ էլ կպատրաստվեք։ Գնացեք պատրաստվեք, իսկ ես ուզում եմ մի քիչ էլ ժողովրդիս հետ մնալ։ Վարդապետը, գնան թող մեզ մի բան պատմի։ Եկ։ Դեր, ինչ անեք, որ Աստված մեզի։ Սիրեք ձեր ընկերոջը, ձեր անձի պես։ Ինչպես սիրեմ իմ ընկերոջի իմ անձի պես, չհասկացա։ Մի մարդու Երուսաղեմ գնալու ճանապարհին ծեծում եւ թալանում, անօգնական թողնելով ճանապարհի մեջ։ Այդ ճանապարհը ոնց է կենում մի քահանա, որը տեսնելով մարդուն ճանապարհը փոխում է եւ հեռանում։ Հետո գալիս է մի պաշտոնյա, որը մոտենում է նրան, բայց ոչինչ չան եւ նույնպես թողում հեռանում։ Հետո գալիս է մի սամարացի, որը տեսնում է նրան եւ նրա վերքերը լվանում, տանում է մոտակա իջևանատունը եւ տիրոջը խնդրում, որպեսզի նրան խնամի։ Եվ եթե գումարը չբավականացնի, վերադառնալիս նա կվճարի։ Տեր, չհասկացանք, կմեկնեք։ Առակը ուսուցանում է,
որ պետք է սիրել միմյանց, օգնել միմյանց։ Տերը ճիշտ է ասում, սիրեք միմյանց, օգնենք միմյանց։ Վարդապետ, ընթրիքը պատրաստ է։ Հիշեք, որ ձեզ ևս մի պատվիրան ավելացրեցի։ Սիրեք միմյանց։ Սիրեք ոչ միայն խոսքով, այլ նաև գործով։ Երբ իջավ երեկոն, Հիսուս Քրիստոսն արդեն ընթրում էր իր աշակերտների հետ։ Նա հանկարծ վեր կացավ, սեղանից մի կողմ դրեց գեսները և մի սրբիչ վերցնելով կապեց մեջքին։ Եվ ապա ջուրը վերցնելով լցրեց կոլքամանի մեջ։ Եվ սկսեց լվանալ իր աշակերտների ոտքերը և սրբել մեջքին կապած սրբիչով։ Այս տեսնելով Սիմոն Պետրոսն ընդդիմացավ և ասաց. Տեր, դու ես իմ ոտքի լվանում։ Ինչ որ ես հիմա անում եմ, դու չես հասկանում, բայց հետո կիմանաս, Իմ ոտքերը հավիտյան չես լվանում։ եթե չլվանամ, ինձ հետ մաս չունես։ Տեր, ոչ թե իմ ոտքերը, այդ ձեռքերս ու գլուխս էլ լվանում։ Դուք ինձ տեր և վարդապետ եք կոչում, և ճիշտ էլ անում եք, քանի որ իսկապես եք, իսկ ահեն, եթե ես, տերս և վարդապետս լվացի ձեզ ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, քանի որ ես մի օրինակ տվեցի ձեզ, որ ինչպես ես արեցի, այնպես էլ դուք անեք միմյանց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, և ոչ էլ ուղարկված է ավելի մեծ, քան նա, ով ուղարկեց նրան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ձեզանից մեկն ինձ մատնելու ես, 12-ից մեկը, ով ձեռքը ինձ հետ կմտցնի պնակի մեջ։ Ես չեմ արջել։ Դու ինքդ այդպես ասացիր։ Առեք, այս է իմ մարմինը, այս է նոր ուխտի իմ այրունը, որ կթափվի շատերիդ համար։ Ընթրիքի ավարտին գոհություն մատուցելուց հետո Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսցի արքայություն քո, Եղիցի կամք քո, որպես երկինս և երկրի, ըզհաց մեր անապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ պարտիզ մեր, որպես և մենք թողունք մերոնց պարտապանած, և մի տանիս մեզի փորձություն, այլ փրկյաս մեզի չարև, զիքոյի արքայություն և զորություն
եւ Փառք Հավիտյանս ամեն։ Հիսուսն իր աշակերտների հետ բարձրացավ Ձիթենաց լեռն աղոթելու։ Ինչպես ասել էր, այնպես էլ եղավ։ Փութան 30 արծաթով Հիսուսին մատնեց, երբ քահանաների եւ օրենսգետների պահանջով Հիսուսին խաչեցին, եւ երրորդ օրը Քրիստոս հարություն առավ։ Ուրբաթ, զատկի շաբաթ։ Եկեք գնամ եկեղեցի Տիրոջ լույսը բերենք մեր տուն։ Կարմիր կիրակի։ Ող մկցեցի հարապե, ազատվեցին դաշտը գջուն է, վերջություն է ամեն տեղոց։ Քրիստոս